մեզ է միացել միջազգային ագետ Դավիթ Կարապետյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվրամիություն Հայաստան, Երևանյան հավաք։ Ինչ կարևորություն է տալիս։ Նախ շատ կարևոր միջազգային մագարտակի, բարձր մագարտակի միջոցառում է տեղի ունենալու։ Կարելի է ասել, որ այս օրերին Հայաստանի Հանրապետությունը քաղաքական էպիկենտրոն է դառնում, այսինքն եվրոպական եւ տարածաշրջանային դիվանագիտության հարթակ է դառնում։ Կարևորագույն, որտեղ որ բնականաբար քննարկվում են մի շարք լուրջ տարածաշրջանային եւ ոչ միայն տարածաշրջանային, համաշխարհային ընդ որում նաեւ հարցեր։ Բնականաբար Հայաստանի դերի բարձրացում, միջազգային հեղինակության հարցեր, որոնք անմիջապես կապված են Հայաստանի Հանրապետության հետ, անվտանգային հարցեր, որոնք կապված են, հասկանալի է, որ էներգետիկ, տրանսպորտային, տարատեսակ հարցեր են քննարկվելու եվրոպական մի շարք երկրների հետ, եւ որպես այդպեսին նախ հասկանանք եվրոպական քաղաքական համայնքը ինչ է, ասեմ, որ 22 թվականին է ստեղծվել, նպատակը մեկն է եղել եվրոպական երկրների եւ ոչ միայն եվրոպական երկրների միջև քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը, անվտանգությունը ավելի ակտիվացնելու, բարելավելու համար է նախատեսվել, հետեւաբար Հայաստան են ժամանելու ոչ միայն ԵՄ առաջնորդները, այլ նաեւ ոչ ԵՄ անդամ երկրների առաջնորդները, Թուրքիայի փոխնախագահ, պետական կառույցների ղեկավարները, բավականին լուրջ կոնտինգենտ է գալիս, որոնք որ լուրջ քննարկման հարցերով ժամանում են Հայաստան։ Հիմա արողակարգային այդ process-ն է գեներացվում։ Արդեն հայտնի է, որ փաստաթղթեր են ստորագրվելու ԵՄ Հայաստանի միջև, առանձին կլինի նաև Ֆրանսիայի հետ փաստաթուղթ, ասում են շատ կարևոր փաստաթուղթ է լինելու։ Սրանք խորհրդանշական նշանակության իրադարձություններ համարել, թե Հայաստանի համար միջավայր փոխող։ Ոչ միայն խորհրդանշական, գործնական տեսանկյունից Հայաստանը միջազգային ասպարեզում, ինչպես ասեցի, իր հեղինակությունն է բարձրացնում, սրանով նախ Հայաստանի դերակատարությունը առավել եւս որպես տարածաշրջանային երկիր ավելի է կարևորվում, ինչպես ասեցի, որոշ տարածաշրջանային կոնֆլիկտային եւ կնճռոտ հարցեր դրնում են քննարկման, հետեւաբար սա լավ հարթակ է եւ լավ միջավայր է, որպես այդպիսի նման հարցերը բարձրաստիճան ղեկավարության ներկայացնելու, ստանալու կոնկրետ որոշ դիրքորոշումներին ես իհարկե հակված եմ կարծելու, որ հայկական կողմը բաց եւ անկաշկանդ կխոսի այն խնդիրները, որը որ կապված է տվյալ դեպքում Եվրոմիության հետ, կստանա ուղիղ պատասխաններ, հետեւաբար ազգային ու պետական շահերից ազգամետ եւ պետականամետ հայտարարություններ կնչեն եւ կարծում եմ, որ կլինեն նաեւ պատասխաններ։ Տեսնենք։ Որպես գյումրեցիներ պիտի հետաքրքրի մեզ Գյումրու ընտրությունը, չէ՞, Մակրոնի հատուկ այցն Գյումրի։ Դե շատ եմ կարևորում, ինչու՞ չէ, քաղաքի համար շատ կարևոր իրադարձություն է, վերջը Ֆրանսիայի նախագահն է ժամանում քաղաք, հավուր պատշաճի պետք է դիմավորել, անկախ բոլոր քաղաքական որոշակի անհամաձայնությունների, որ համենայն դեպս կան, բայց գյումրեցին ձեռնբաց է, հյուրընկալ է, հետեւաբար չեմ կարծում, որ ինչ-որ ինտրիգներ կամ ինցիդենտներ տեղի ունենան, հատկանշական է հատկապես Գյումրու համար, ես ողջունում եմ, ուրախ եմ, պետք է որ արդյունավետ լինի, կարծում եմ, մեր քաղաքայցելությունը։ Տեսես Մակրոն հետաքրքրվելու է 102-րդ բազան, որտեղ է գտնվելու։ Բոլորին դա հետաքրքրում է։ Եվ ընդհանրապես Ռուսաստանի դիրքորոշումը, ընդհանրապես այդ այցի կապակցությամբ, ընդհանրապես տեղի հյուպատոսարանի գործառույթը այդ օրը։ Որոշակի խանդը հնարավոր չի տեսարաններ, այո, չի բացառում։ Իսկ այս ամենը կապ ունի Հայաստանի ներքաղաքական միջավայրի հետ։ Դե տեսեք, այնքանով կապ ունի, որ նախընտրական քարոզարշավի այս этаպում սա շատ ձեռնտու է գործող իշխանություններին։ Աներկբա է դա, եւ նման լուրջ միջոցառումը դիմավորել Հայաստանի Հանրապետությունում, թվով 8-րդ կակատաժողովն է, բավականին բարձր մագարտակի միջոցառումը, իհարկե ձեռնտու է, եթե առավել եւս գրագետ հավուր պատշաճի կազմակերպչական ամբողջ այդ աշխատանքները կատարվեն եւ իրականում այն հարցերը, որոնք որ լուծելի են, լուծվեն ու ինչ որտեղ հարթակը Երևանը դրա համար դառնա, իհարկե։ Սա միանշանակ գործող իշխանությունների համար շատ լավ շարժառիթ է նաեւ ոչ միայն իր էլեկտորատին, նաեւ ժողովրդին ներկայանալու, որ տեսեք ինչքան են կարևորված, որ այդուհանդերձ որոշեցին, որ կակատնաժողովը Երևանում անցկացվի։
Պարզ է, բայց հետաքրքիր համընկնումներ եղան։ Հակառակ պատկերն է Բաքվի հետ եվրոպական այդտեղ խանդի տեսարաններ։ Հատկապես վերջի Բանաձևն եք ուզում, հա։ Հա, Բանաձևը եւ Միլի Մեջլիսի հրաժարվելը Եվրախորհրդարանում։ Չի ասի, պարոն Մնացականյան, որ քաղաքական այնպիսի ճգնաժամ տեղի ունենա, որ դրա արդյունքում, հա, տուժում են հարաբերությունները, բայց դա ժամանակավոր է, ես ձեզ վստահեցնում եմ։ Նմանատիպ մի շարք բանաձևի, անցած տարի փետրվարին էլ է եղել լուրջ երկու բանաձև, որոնք որ ադրբեջանական կողմը մինիմում դիտարկում էր ոչ անաչառ, անկողմնակալ, հետևաբար այդ ցայտնոտի տեսարանները անցավ, վերականգնվեցին հարաբերությունները, այսպես մերթ լինելու են, սա բնական է։ Քաղաքական ինտրիգներ են, որը որ միշտ էլ Մուստաֆայևի այցին կհաջորդի հայկական կողմի պատասխանայցը Բաքու։ Տրամաբանական է։ Հա, կա այդպեսի բան։ Այն ինչ տեղի ունենում Վաշինգտոնյան օրակարգով։ Գիտեք, տպավորություն է ինձ մոտ, որ արդեն այդ օրակարգից դուրս առանձին երկուստեք որոշում կա համատեղության կարգով առանձին օրակարգ ունենալ։ Հիմքը դնելով Վաշինգտոնյան համաձայնությունները, բայց հիմա տպավորություն է, որ նրանք որոշումներ կայացնում են առանց որևիցե աշխարհակահական կենտրոնի համաձայնության կամ թույլտվության կամ իգիտության։ Իմ մոտ այդ տպավորությունն է, հասկանալի է, որ դիվանագիտական խողովակներով տեղեկացվում է համապատասխան կողմին, բայց տպավորություն կա նաև, որ կանաչ լույս է վառված երկուսի համար էլ, որ համատեղ կայացրեք ինքնուրույն որոշումներ։ Հետևաբար հասկանալի է անվտանգության տեսանկյունից, ինչի համար նախապես մամուլ ինչեր տեղեկացվի հանրությունը չգիտեր այցի մասին, բայց տրամաբանական է նաև, որ այո, հաջորդ այցը կլինի այնտեղ եւ կարելի է եզրակացնել, որ առաջնահերթություն տրվելու է այն process-ներին, որոնք որ այս պահին կամ դանդաղել էին կամ ի գործ չէր արվում, այսինքն դելիմիտացիոն, դեմարկացիոն աշխատանքների մասին է խոսքը։ Բայց էլի այստեղ գալիս ենք այն կետին, որ այդուհանդերձ չի ճագերտներ բացում, թե ինչ քննարկումներ կա, գործընթացը փուլային էտապով է լինելու, ինչ ժամկետներ են ներառելու, մասնագետները ովքեր են լինելու, որոնք շարունակելու են այդ աշխատանքը, վերահսկողություն լինելու է թե չէ, եւ այլն, որովհետեւ խնդրահարույց հատվածները կարծես իմիտացիայի կասկածանք ունեք այս։ Ես միշտ էլ ունեմ այդ մտահոգությունը, բազմիցս ասել եմ, կարող եմ ճագերտներ բացեմ, կարող եմ չբարձրաձայնել, որտեղ այդտեղ շատ հարցեր կան, որոնք որ իհարկե ես միշտ ասել եմ կարևոր մի բան։ Հիմա որ քարտեզով էլ որ նպատակահարմար իրենք անգամ գտնեն, իհարկե ֆիքսվել են կարծես 75 թվականի քարտեզին։ Բոլոր այդ քարտեզներով հաջորդիվ ադրբեջանական կողմը ունի զիջումներ։ То есть հողատարածքներ, ցանկատարածություններ, վարելահողեր հանձնելու մեզ։ Ալիև ասում է Ադրբեջանը Հայաստանին բեռնափոխադրման մեկ այլ տարանցում կտրամադրի։ 1-2 օր առաջ է հնչել այս այդ խոսակցությունը ավելի վաղ կար, հիմա գործնական փուլ են ուզում մտցնել, այո։ Ընդ որում դա տեսեք, դա այն տարբերակներ, որը որ հայկական կողմն է իրականում առաջինը առաջարկել, խոսքը վերաբերվում էր ավելի արագ տրանզիտ ապահովելու Հայաստանի կենտրոնական հատվածով, խոսքը վերաբերում էր Ղազախ, Իջևան, Վանաձոր, Գյումրի այդ ճանապարհով, այսինքն ալտերնատիվ ճանապարհը ավտոմոբիլային տարբերակներ առաջարկում եւ այդտեղ նաեւ հիշում եք վերջերս նաեւ խոսք գնաց, որ ռուսական կողմը հանձ է վերցրել Լերմոնտովա, Ֆիալետովա այդ հատվածի երկաթգծի վերակառուցման գործընթացը մեկնարկը տալու, ամենայն դեպս չի բացառվում, որ նաև համատեղ կլինի, բայց ես չեմ կարծում, որ դա սիմետրիկ ու սինխրոն տեղի կունենա, որովհետև դա ժամանակատար աշխատանք է։ Այսինքն Ռուսաստանի հետ կնճիռը հարթված։ Փորձում է Ադրբեջանը միջնորդի նաև դերակատարություն ստանձնել, այն նախկին խոսակցությունը, որ կար, որ Վրաստանը որպես տրանզիտ կոդի հիմա փոխարինել Ադրբեջանով, հիմա դա են փորձում գործարկել։ Առավել ևս, որ հենց ժամեր առաջ, գիտեք, հայտնի Wildberries, Amazon, Ozon այդ marketplace-երի հետ կապված լուրջ խնդիրը, որ ստեղծվել է ԵԱՏՄ կոդում, Հայաստանի հետ կապված, արհեստական թե ոչ արհեստական խնդիրների հետ ստեղծումը, հիմա փորձում են շրջանցելու հնարավորություններ նաև ստեղծեն։ Ջերմուկի նկատմամբ
Ջերմուկի նման, այդ տեսեք, ինչի ես ասեցի, դա Հայաստանի առաջարկն է եղել, իրենց մոտ կա խոսակցություն, որ իրենք էլ նպատակահարմար են գտնում, ընդ որում հայկական կողմը չի մերժել եւ հայկական կողմն էլ այդ առաջարկ արել է, որ Գորիսով դեպի կապը հաստատել Նախիջևան, այսինքն Սյունիք Վայոց ձոր հատվածով նաեւ տրամադրել տրանսպորտային կապ Նախիջևանի հետ։ Ռուսական կողմից քաղաքական խանդի է նման։ Ոչ միայն քաղաքական խանդ, գիտեք, Ռուսաստանը այն երկիրը չի, որ զուտ քաղաքական խանդով սահմանափակվի կամ խանդի տեսարաններ դրսևորի։ Գիտեք վատը որն է, որ ռուսական կողմը, եթե անգամ խանդի տեսարան է դա անում, դա շատ վատ ազդեցություն է թողում մեր համար, տնտեսապես մասնավորապես։ Տեսեք, Լարսը մեկ օրով չասեմ, մեկ ժամով ավել փակվում է, առավել եւս այս եղանակին, այս սեզոնին, հա, շատ լուրջ խնդիրներ ենք ունենում։ Հեղուկազի խնդիրը ունեցած։ Տնտեսվարը իհարկե առավել եւս։ Հիմա էլ այդ խոսույթը կա, տեսեք, հիմա ասում է Զելենսկին էլ է ժամանում Երևան։ Հիմա անգամ դրա պատրվագով Աստված գիտի հաջորդիվ ինչ։ Զելենսկին Բաքու էլ այցելեց, ինչ եղավ։ Չէ, եկեք սիմետրիկ չանցկացնենք Հայաստան, Ռուսաստանի եւ Ադրբեջան։ Մի երկրի ղեկավարի այց է մեկ այլ երկիր։ Նորմալ է, չէ, եթե այդ բանականությամբ ենք նայում։ Չէ, դե որ խոսում ենք խանդի տեսարան ու հնարավոր սցենարներ, պարզ է, չէ, որ դա փշերով կընդունեն։ Կրեմլը դա չի կարող adekvat ու սթափ ընդունել այդ պահը։ Անկամ զուտ այն հանգամանքով պայմանավորված, որ ոչ թե Հայաստան-Ուկրաինա երկուստեք ինչ որ համաձայնություններ, հատուկ հրավեր, առանձնահատուկ մոտեցում, այլ դա զուտ այդ համատեքստում, հա, եվրոպական քաղաքական համայնքի համատեքստում հրավեր է, որը որ հրավերի մեջ եղել են մի շարք երկրներ, ընդ որում Ռուսաստանն էլ այդ համայնքի անդամ որպես այդպեսին ասեմ ձեզ հրավեր եղել է։ Ուրիշ բան, որ նրանք չեն մասնակցում եւ առհասարակ հիմա այդ նույն տրամաբանությամբ հիմա որ ռուսական կողմը ուզենա մասնակցի Երևանը պետք է բաց տանտունի, որովհետեւ դիվանագիտական հարթակ է տրամադրում բոլորին։ Հայկական ընտրությունների նկատմամբ արտաքին միջամտության մասին տեղեկությունները, որ մենք ամեն օր, ամեն ժամ ստանում ենք, իրականություն են, թե չափազանց։ Շատ դեպքերում ֆետիշացված են, պարոն Մնացականյան, որովհետեւ գիտեք, այս ամեն ինչը պետք է փաստերով խոսել։ Այդ էմոցիոնալ սպեկուլյացիաներից անդին կա փաստեր։ Եթե կան փաստեր, ասեք որոնք են։ Ես հասկանում եմ ուր է գնում այդ սլակները։ Այդ նույն տրամաբանությամբ է հիմա հագարուսները ուրիշ բան են ասում, չէ՞։ Ասում են դե հիմա մոլդովական սցենար են գործադրում, բայց այդ հadoop խմբերը ինչ են գալիս։ Այդ մենք չենք կարող մենք ինքնուրույն մեր ընտրությունները կազմակերպենք, այդ օգնության գալացողները, այն էլ հadoop խնդրանքով, գիտեք։ Հետևաբար այստեղ այդ բումերանգային մեղադրանքներ է, բայց հողի վրա տեսնում ենք, որ գործնագանում մեկը այդ գործով իրավական process չի գեներացնում կամ մտնում այդ իրավական քրեական հետապնդման տակ կամ առավելես փաստով ինչ որ փաստի առաջ կանգնի, լավ sense ասեմ։ Ամեն դեպքում ոչ շարքային ընտրություններ են սպասում, չէ՞։ Անսովոր, ես կասեի, որովհետև քաղաքական ներկապնակը այնպեսին է եւ կոնյունկտուրան այնպեսին է, որ շատ խոստումնալից բաներ են ասում տարբեր կողմեր, մարդիկ, որոնք որ վստահ են, որ անգամ 4-ի շեմը կհաղթահարեն, հա, նոր ուժեր կան, ընդ որում, եթե չեմ սխալվում, 19 քաղաքական ուժ արդեն հայտարարություն տարածել է, որ մասնակցելու են։ Հետևաբար բավականին լարված միջավայր ու մթնոլորտ է լինելու, ես կարծում եմ։ Այսինքն հետընտրական զարգացումներով նկատի ունի։ Այո, նաև հետընտրական։ Հիմա տեսեք, այս իշխանությունները հասկանում են, որ վերարտադրվելը օրհասականի պես մի բան է, պետք է անպայման վերարտադրվեն, որովհետև հազար ու մի պատճառ ունեն անվտանգությունից, անձնական անվտանգությունից սկսած մինչև հազար ու մի հարց, որոնց վստահեցնում եմ այդ մտահոգություններով իրենք տառապում են ներքուստ։ Այս իշխանություններն էլ նոր գալացողներն էլ բնականաբար խոստումներ են տալիս, փորձում են քաղաքական օրակարգ, ճանապարհային քարտեզներով իհարկե ներկայանան, բայց հասկանում ես, որ եկան այն գործիքակազմը, որ այս պահին իրանց վրա է կիրառվում, օգտագործում, իրանք են օգտագործելու։ Այսինքն իշխանությունը շատ քաղցր բան է, որ եկան ու ունեցան, իրենք են սկսելու հետապնդումներ, գիտեք, ռեպրեսիաներ, քաղաքական չի բացառվում։
Ես բոլորի չեմ հասցրել ուսումնասիրել, բայց արդեն ակնհայտ է, որ այդ նախընտրական ուզում եմ հարմար բառ գտնել, այդ նախընտրական խոստումը չի համապատասխանում, բայց ասեմ, խոստումներում Արցախ բառը չի օգտագործվում։ Առհասարակ բոլորը խուսանավում են այդ բառից արդեն իսկ։ Հասկացել են ինչու տեղի։ Հասկացել են ու ընդհանրապես այդ դիսկուսի տակ էլ չեն ուզում մտնել, որտեղ արհեստական թե ոչ արհեստական ստեղծվել է մի հատ իրավիճակ, երբ որ Արցախ բառը ասողին արդեն ասում են դու հետ ես բերելու, պատերազմ ես ուզում, ռևանշիստ ես եւ այլն, ու ընդ որում այն ուժերը, որոնք որ թեպետ իրենք նպատակել, հետագայում ունեն ինչ որ, հա, դերևս համեստաբար են արտահայտվում զուտ հայերին հետ գնալու իրենց բնորան եւ այլն, բայց ավելի հեռար նպատակներով։ Այդ մարդիկ խուսափում են, որովհետեւ հասկանում են, որ դա այն խաղակարտը չի, որ հիմա պետք է օգտագործել։ Հետևաբար, ես հասկանում։